Եվ շատ դեպքերում տեսնում ենք, որ պատճառը իմ դիտարկմամբ աշխատանք եւ հանգիստ հարաբերակցության խախտումն է։ Մարդիկ աշխատում են նաեւ իրենց հանգստի ժամին, մարդիկ աշխատում են նաեւ հանգստյան օրերին։ Այս կուզենայի, որ դուք որպես ոլորտի գիտակ նշեիք եւ հատկապես դրա մասին խոսեիք, որ ինչ դեր ունի դա եւ հատկապես երբ պետք է մտահոգվել ու կարգավորել դա եւ արդյոք իսկապես դա հետագայում կարող է առաջացնել լուրջ խնդիրներ առողջական։ Իրավիճակը, որի մասին խոսում եք, բժշկական տերմինոլոգիայով կոչվում է այրման համախտանիշ, այսինքն burnout syndrome, երբ մարդը չի կարողանում վերականգնել իր ծախսած էներգիան, այսինքն ծախսն ու վերականգնումը չեն համապատասխանում իրար։ Այդ դա հիմնականում նկատվում է աշխատանքի ոչ կանոնավորված գեր ծանրաբեռնվածության հետևանքով։ Ցավոք սրտի դա մեր իրականության մեջ շատ տարածված է, որովհետև մի կողմից մարդիկ ունեն հացի խնդիր, մյուս կողմից ունեն պատասխանատվության խնդիր, մասնագիտությունները, որոնցից ամենաշատ այրման սինդրոմ առաջացնողը դա բժշկությունն է, տեսնում ենք, որ ինչ գեր ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում կարողանալու համար կազմակերպել բժշկական ծառայությունները։ Դրա համար կանոնավոր աշխատանքի կառավարումը ոչ միայն մարդուց է կախված, այլ կախված է իրականությունից, կախված է գործատուից, կախված է թե ինչ ոլորտում ես աշխատում, ամեն ինչը ունի իր չափորոշիչները։ Դրա համար ասել մարդկանց, որ փոխի աշխատանքդ, եթե տեսնում ես, որ ունի աշխատանքային այրում, ոչ միշտ է կոռեկտ ու ոչ միշտ է հնարավոր, բայց գոնե մարդուն պիտի խորհուրդ տալ երկար ժամանակով գնալ որևէ հանգստի, որպեսզի վերականգնվի այն էներգիաները, որի պակասը կլինիկորեն դրսևորումներ է տալիս։